Ների համար հիշողության քարտեր է արտադրում։ Պարզվում է, որ տվյալ ամսում արտադրած քարտերի 2%-ը թերություններ ունի։ Որակի վերահսկման ժամանակ պատահականորեն ընտրում եւ ստուգում են 500 հիշողության քարտեր։ Գտնել տվյալ ընտրույթում թերություններով քարտերի միջինը եւ միջին քառակուսային շեղում, այսինքն պետք է գտնենք ν եւ պետք է գտնենք սիգման։ Նախ եկեք բարձրենք, թե ինչպիսի բաշխում ունի հետեւյալ պատահական մեծություն։ Սահմանենք այդ պատահական մեծությունը, ունենք x պատահական մեծություն, որը ցույց է տալիս տվյալ ընտրույթում, որի մեջ կա 500 հիշողության քարտ, գրենք տվյալ ընտրույթում, որի տարերի քանակն է 500, n հավասար է 500-ի, թերություններով քարտերի քանակը։ Թերություններով քարտերի քանակ։ Ահա այսպես, սա մեր պատահական մեծությունն է։ Իսկ ինչպիսի բաշխում ունի այս x պատահական մեծությունը։ Տեսեք, մենք ունենք որոշակի թվով փորձեր, n հավասար է 500-ի։ Բացի այդ, յուրաքանչյուր փորձի ժամանակ մենք ունենք երկու ելք, այսինքն այդ քարտը կլինի կամ թերություններով կամ էլ առանց թերությունների։ Եվ տվյալ դեպքում, քանի որ x-ը ներկայացնում է թերություններով քարտերի քանակը, հետեւաբար մեզ հետաքրքրող ելքը թերություններով քարտերն է։ Այսինքն p-ն հավասար է 2%-ի 0.02-ի, իսկ 1 - p-ն 1 - p-ն հավասար կլինի 0.98-ի։ 98% հավանականությամբ քարտերը առանց թերությունների կլինեն եւ 2% հավանականությամբ քարտերը կլինեն թերություններով։